Փաստորաթերթը գրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ սահմանադրությունն ու օրենքները չեն գործում։ Կա մեկ օրենք եւ դա փոխաբերական, ասաց Նիկոլ Փաշինյանի SMS-ն է։ Նախ հունիսի 24-ին իշխանական ԶԼՄ-ներով տարածվեց ինչ-որ մի պլան, ընդ որում ինչպես, հետո պարզվեց մեկ տարվա վաղեմության ու փաստացի կյանքի չկոչված։ Իսկ 3 ՀԿ-ն ահասարսուր հաղորդագրության վրա էր տարածում, զուգահեռաբար ձերբակալվում էին ընդդիմադիրները, նրանց կալանավորելու միշտորդություններ են ներկայացվում, խուզարկություններ էին իրականացվում նրանց տներում, բայց ամենաուշագրավը ՔՊԱ-կան պատգամավորների կից սատելիտների առաջնագծում այսպես կոչված արևմտամետներն էին բարձրացրած աղմուկներ, կարծես ամեն ինչ ապացուցված է, կա դատարանի վճիռ։ Ավելին արդեն իսկ որակում էին տալիս ահաբեկչություն, նույնիսկ փաստաբաններն էին թիրախավորվում որպես ահաբեկիչներ, իսկ նրանք, ովքեր կասկածում էին այս ամենի օրինականության ու ճշմարտացիության մեջ, որակվում էին որպես ահաբեկչությունը խրախուսողներ, պաշտպանողներ։ Բնական է, որ հանրության գերակշիռ մասը որևէ վստահություն չունի փաշինյանական իրավապահների ու դատարանների օբյեկտիվության մեջ, իսկ նման հակաօրինական, տոտալ քարոզչության պարագայում ընդհանրապես չկա այդ վստահությունը։ Առավել ևս, որ հանրության մեծ մասը կասկածներ ունի, որ այս ամենը սարքած է սկսյալ պլանից։ Հասկանալի է, Փաշինյան իր աթոռը պայելու, դիմադրության օջախները թուլացնելու համար դեռ շատ ձերբակալությունների հրահանգ կտա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը տեղեկացավ, որ այսօր լրանում է վերջնաժամկետը եւ պարզ կլինի դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը։ Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն ժողովուրդ Օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։ Հրապարակ թերթը գրում է, Մայրաթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ. կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է։ Օրինակ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեվորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա։ Պետք է նման բան կազմակերպել։ Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն։ Հայտնի է, որ Կարապետյանը վեհապարի մոտ ընդունելությունից հետո հենց էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել News.am-ի թղթակցին։ Նա փորձում է արմատական տրամադրված հոգեվորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել, հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել։ Տեղեկացանք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը։ Ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին։ Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը։ Իդեպ նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում։ Հրապարակ թերթը գրում է, իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ հեղաշրջման պլանը խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին նստել Բագրատ Սրբազանի պոչին, 1 տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից։ Իդեպ գաղտնազերծված փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը։ Հետևաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ անցյալին։ Ըստ աղբյուրի իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով ջրել Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Նամանավանդ, որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում է, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։